Սա Արցախից բռնի տեղահանված քաղաքացու անձնագիր է։ Սա այն անձնագիրը, որ պետք է ստանա արցախցին բնակապահովման ծրագրից օգտվելու համար։ Ոչ մի տարբերություն չկա, երկուսն էլ կապույտ, երկուսի վրա գրված է Հայաստանի Հանրապետություն, իսկ վերջին էջում մեծատառերով գրված անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Հիմա ինչ տարբերություն է տեսնում այս երկու անձնագրերի միջև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որ շարունակում է պահանջել բնակապահովման ծրագրից չեն կարող օգտվել այն արցախցիները, որոնք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Մեր հայրենակիցները, նրանց այն հատվածը, որ դեռ չի ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ այդ մեր Հայաստանի Հանրապետության անձնագրերը ըստ էության եղել են ճամփորդական։ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի համարվում։ Հարցին Թորոսյանն այսպես արձագանքեց. Ես պատասխանեցի ձեր հարցին, արդեն պատասխանեցի։ Թե դա ինչպես է տեղի ունեցել, պատասխանեցի, եթե դուք բավարարված չեք պատասխանից, դա ձեր խնդիրն է, շնորհակալություն։ Արցախցիների անձնագրերը ոչնչով չեն տարբերվում Հայաստանի Հանրապետության մյուս անձնագրերից, նշում է Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։ Բռնի տեղահանումից հետո Հայաստանի Հանրապետությունը կառավարության որոշումով մեկ օրվա մեջ բոլոր այն անձինք, ովքեր ունեն նշված իր անձնագրի մեջ 070 կոդը, դարձան ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Դա հակաօրինական, հակաօրենսդրական գործողություններ, որը իրականացրել է այսօրվա իշխանությունները։